Ինչու է Հայաստանը կրճատում ռազմական բյուջեն, երբ Ադրբեջանը ավելացնում է։ Թուրքեր են կառավարում Հայաստանը։ Կրճատել է Հայաստանը։ Ոչինչ, ուրեմն ճիշտ է։ Որտեւ գլուխ չունի, որ կրճատում է։ Ընդհակառակը խաղաղությունը գների, խաղաղությունը գնը պետք է բյուջեն մեծացնի, ոչ թե կրճատի։ Սխալ են քանում։ Դե ես մասնագետ չեմ, ինչ իմանամ։ Չգիտեմ, երևի ծախսեր կա ուրիշ։ Չեմ կարող ասել աղջիկը։ Չգիտեմ, երևի պետք է։ Ավելի լավ է չխոսեմ էլի, ինքան ես էլ եմ Արցախից, երևի կհասկանաք վիճակը։ Ես գողոպոր չունիմ բալիս, չեմ զբաղում քաղաքականությամբ, որտեղ նյարդերս կայկայում է, Աստծո հույսով ապրենք, չգիտեմ, բոլորից խաղաղ երկինք, շնորհակալ։ Որ ավելի շուտ հանձնեն ամեն ինչը, ավելի շատ զոհեր տան։ Այսքան կորուստները ոչ մեկի վրա չի ազդել, ոչ մեկի, ու ոչ մեկի պետքը չի, ամբողջ կառավարության կազմը կա, որևէ մեկը Ղարաբաղում կռվել է, մասնակցել է պատերազմի, ոչ, ու մեր բոլոր զոհվածների համար ոչ մեկ պատասխան չի տալիս, ոչ մեկը, նույնիսկ ծառայած զինվորը, որ 44 օրյայի մասնակից է, նրան սահման անցնելու համար, որ Գորիսում փոխեցին համազգեստները, որպես քաղաքացու համազգեստով անցկացնեին, այն նրան բռնել դատել են, այս է մեր կառավարությունը, ու ինչքան սա շուտ հեռանա, այդքան մարդկանց վիճակը կկարգավորվի, այսքան զոհ տվեցին, իմ եղբայրներն էլ են պատերազմի մասնակից, բայց ոչ մեկ պատերազմի մասնակից, ասենք երիտասարդների համար ոչինչ չի անում, թող իզուր պարծենալու ոչինչ չունեն իրանք, ես այդ տեսակետն եմ արտահայտում, որտև շատ սխալ ղեկավարություն է, իրանք ամեն մեկը մեղադրում են Քոչարյանին Սերժին, բայց Քոչարյանի Սերժի ժամանակ պատերազմի մասնակիցը ավելի առավելություններ ուներ, քան թե հիմա։ Այս մեր զինված, կորցրած երեխեքի համար ոչ մեկ ոչինչ չի անում եւ սրանց պատերազմի մասնակից որտեղ ոչ մի արտոնություն չի տալիս։ Թող ամեն մեկը այդ ցավը որ զգա իր մաշկի վրա, իր սեփական տանը լինի, երևի միգուցե կփոխվեն։ Կլինի ես ամենասկզբից սկսեմ։ Ուրեմն 30 տարվա մեջ մեր ղեկավարները եկել են այս մարդիկ, որոնք կյանքում 5 հոգի չեն ղեկավարել։ Եկել են հիմա 2.5 միլիոն են ուզում ղեկավարել, դա հնարավոր չի, դա բացառվում է, ու սխալները կանեն, արել են, ես էշնել ոչ միայն սխալներ անում, այլ լրիվ հակառակ բանն է տանում, լրիվ, ես բանակը կրճատելը նշանակում է, որ արդեն հանձնվել ենք, են կինոյում կարած զդայումսը, հիմա էտ է, դերները բարձացրել է, կռացել է, ոտները լիզելով ասմա հանձնում են, դե պիտի բանակը կրճատի, բան չտանի, նրանք իրաց բանակը ուժեղացնում են, մենք կրճատում ենք, հիմարություն է, Այդտենց, հետո մեր ընդդիմության մասին ես կուզեի կասեի, մեր ընդդիմությունը, չնայած երեկել ինչ-որ հավաքվել են խոսում են, նման է Կռիլովի լեբեծ ռակ դա շուկա, գիտեք, կարապը խեցգետին ու բան, որ ամեն մեկը մի կոմ է քաշում, ու մինչև մեր սելնդե կանգնած ես, էշը նստած է էլի, քաժնազարը, որ էշից իջավ դառավ թագավոր, բացի էդ, հիմա տեսեք, Սաղ ենքան ճար են ասում, երեկ էլ լիքը ասեցին, էդ էլ հիշեցմա մեր մկների ժողովը խնկոապոր, որ ասում է ես ճար ասեմ, թե զանք կախեմ, հիմա ում ասում է գնա զանք կախի չեն բան անում, ճար պտի ասեն, ճար ասող շատ կա, գործանող չկա, են մեր թեյլերյան նման մարդիկ վերացել են ոնց որ թե, որ ես հարցը պտի լուծվի այդ ձևի, ուրիշ չէ վիչե, հիմա ոսում են տենց բռնեն տանեն թե բան անում, բայց էտ է, Էդ ամիջոց, այս մարդը 20 թվից ասել եմ, այս մարդը չի գնա, հազիվ նստելա տակ աթորին, աղայի պես ապրում է, էշեր, ոչ մի բան չուներ, տակ որ մաներ գալի, նստելան չի պետք գնա, ինքն իր մասին է մտածում,